Մեր իրականացրած գործունեությունն էլ տնօրենի գործունեությունն է, դրանից բխող բոլոր ուրեմն բաղկացուցիչներով։ Օրինակ, չգիտեմ, պետք է ընտրել կապալի մրցույթ, կապալի մրցույթում հաղթող տեխնացուի որոշում, պայմանագրի կնքման որոշում, բոլոր ստրատեգիկ որոշումները կայացնում է սեփականատերը։ Տնօրենի ֆունկցիան, Moanescu ընկերության ֆունկցիան սկսվում եւ ավարտվում է առաջարկներ ներկայացնելով։ Ինչպես գործադիր հատվածն է գործերը։ Այդ թվում առաջարկներից որևէ մեկը ընդունելու հետևանքով առաջացող ռիսկերի կառավարման տեսանկյունից նաեւ, ինչպես որ տեղի ունենում բիզնեսի մեջ, երբ որ տնօրենը ներկայացնում է առաջարկներ ցանկացած այլ գործունեության կազմակերպման վերաբերյալ։ Ավելի պարզ ասած, այսինքն արտակերպվում մի մարդ որոշում է ինչ-որ շինություն պիտի սարքի, գալիս է ձեզ մոտ, պատմում է ինչ տեսակի շինություն է ուզում, եւ հաջորդիվ ինչ որ ժամանակ հետո ձեզ հետ պայմանավորվելուց հետո ինչ որ ժամանակ հետո ինքը ստանում է այդ շինությունը առանց գնալու տարբեր պետական ատյաններ, գնալու, չգիտեմ, մասնավոր կազմակերպություններ, ինքը գիտի որ արվում է իր հաշվապահությունը, ֆինանսական պլանավորումը, ընտրվում են շինարարները, ընտրվում է շինանյութը եւ այլն։ Փաստորեն ամեն ինչը։